Ռուսաստանը մինչև հուլիսի վերջ արգելք է սահմանել բենզինի արտահանման նկատմամբ։ Ըստ Ռուսաստանի կառավարության արգելքը մտցվել է ներքին շուկայի մատակարարումը կայուն պահելու համար։ Մասնավորապես գյուղատնտեսական ցանքի ընթացքում վառելիքի սեզոնային բարձր պահանջարկի, ինչպես նաև նավթի համաշխարհային գների աճի պատճառով։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սակայն վստահ է, Հայաստանը չի տուժելու այդ գործընթացից։ Չի փոխվի, որովհետև Հայաստանը կարծում եմ գործընկերներին անհրաժեշտ է, որ մնա եւ ՀԱԿ-ում, եւ ԵԱՏՄ-ում։ Չնայած Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, թե հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ նորմալ է, Ռոսսելխոզնազորը արդեն խստացրել է Հայաստանից ֆիտոսանիտարական ապրանքների վերահսկողությունը, իսկ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ուղղակիորեն զգուշացնում է, եթե Հայաստանը դառնա Եվրամիության անդամ, ապա կզրկվի Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունից։ Նայեք, եթե ասված չանի դա տեղի ունենա, մենք ոչ միայն այդ ավիահաղորդակցություն, նույն այդ բենզինի ու գազի հարցով խնդիրներ կունենանք, որտեղ մենք դուրս կգանք քվոտաներից, դիզվառելիքի ներմուծման խնդիր կունենանք, այսօր ռուսական շուկան հայկական գյուղմթերքի ու ընդհանրապես Հայաստանից պատրաստի արտանքի արտահանման հիմնական շուկան է, դա էլ խնդիրներ կունեն, ամեն օր տնտեսական առումով խնդիրներ կունեն։ Երբ որ բոլոր պայմանավորվածությունները, երբ որ քաղաքակիրթ ընդհանրեն գործընկերային հարաբերությունները մոտենում են իրենց ավարտին, դրանից հետո սկսում են սանկցիաները։ Սանկցիաների առաջին ալիքը սկսվել է, ռուսական կողմը հայկական կողմին կասկածում է երրորդ երկրներից ռեէքսպորտ կազմակերպելու մեջ, այսինքն այստեղ վաճառականական աշխուժությունը հայկական կողմի գնահատում է որպես ԵԱՏՄ գործող կարգավորումների խախտում։ Այս խախտման հետևանքով առաջինը բնականաբար են արագամաշ, փոքրարժեք, ենթադրենք այս իրերի, ենթադրենք ապրանքների խոշացած խմբերի նկատմամբ սանկցիաներ հաստատելուց, հաջորդը բնականաբար լինելու է տրանսպորտային կազմակերպությունների նկատմամբ յուրահատուկ բռնություն չասեմ, բայց յուրահատուկ սանկցիաներ եւ տեղափոխվող ապրանքի ինքնարժեքը կբարձրանա այնքան, որ տրանսպորտային կազմակերպությունները իրենց ինքնարժեքը լինելու է բավականին բարձր եւ նրանց ծառայություններից չեն օգտվելու։ Այնուամենայնիվ Հայաստանը Ռուսաստանի ստրատեգիական գործընկերն է ոչ միայն էներգետիկայի, այլև գազի մատակարարումների ոլորտում։ Փորձագետները արձանագրում են, Ռուսաստանի ներքին շուկայի մատակարարումների փոփոխությունները կարող են որոշակի ազդեցություն ունենալ Հայաստանի վրա։ Նախ հայկական էներգակիրների շուկան շատ փոքր է, որպեսզի ռուսական նույնիսկ նման ազդեցության պարագայում որոշակի կատակլիզմներ առաջանան կամ էներգակիրների մատակարարման խնդիրներ առաջանան։ Սկսենք առաջին դրանից։ Հայաստանի Հանրապետությունը էներգակիրները, կոնկրետ բենզինը, ներկրում է Բուլղարիայից եւ Ռումինիայից։ Այս իմաստով լոգիստիկ դժվարություններ չկան։ Լոգիստիկ դժվարություններ չկան, որտեղ այս պայմանագրերը, որ կնքված է այդ երկրներում գործող ձեռնարկությունների եւ մատակարարների հետ, դրանք առնվազն ֆյուչերսային եւ 3-ից 4 ամսվա ժամանակաշրջան ունեն միջև մատակարարումների սկսվելը։ Մատակարարումների մեծ մասը պայմանագրերը կազմում են այն հիմքով, որ առնվազն 5-ից 6 ամս հետո միջև ֆիզիկական, իրական մատակարարումը։ Եթե Ռուսաստանի Դաշնությունում ապրիլի 1-ից քվոտաներ մտցնեն եւ նման սահմանափակումներ լինեն, դա հայկական շուկայի վրա ազդեցություն չի ունենալու գոնե առաջիկա 3-4 ամիսներին, իսկ 3-4 ամիսներից հետո էլ բնականաբար մենք ունենանք հունիսի 7-ը եւ հավանաբար այս ժամանակ կունենանք Հայաստանյան իշխանությունների փոփոխություն, մենք վստահ ենք դրանում եւ այս ժամանակ պայմանագրերը ավելի կլինեն մտածված, կլինեն ավելի տրամաբանական եւ դրա հետ միասին երկու երկրների քաղաքական ղեկավարություն եւ տնտեսական հարաբերությունների մեջ կլինի ավելի པարզ ժամանակաշրջան, ավելի հասկանալի եւ փոխօգնության, փոխըմբռնության մթնոլորտ կլինի։ Էներգետիկ եւ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանի դիտարկմամբ Հայաստանը քանի դեռ ԵԱՏՄ անդամ է, պետք է որ իր վրա չզգա Ռուսաստանի արտաքին սահմանափակումների ազդեցությունը։ Քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, ԵԱՏՄ-ում կա քվոտաների սկզբունք եւ Հայաստանն ունի իր քվոտան Ռուսաստանից դիզվառելիք, ընդհանրապես տարբերակ վառելիքի, հետո նաեւ գազի ներկրման առումով։ Համարյա որ Ռուսաստանը հայտարարում է, որ ինքը սահմանափակելու է, ապա դա այդ քվոտաների վրա չի ազդում, քանի դեռ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է, այդ կրճատումները Հայաստանի վրա չի ազդել։ Սահմանափակումից առաջին հերթին ուժեղել են այն երկրները, որոնք ԵԱՏՄ անդամ չեն,
որտեվ եթե ԵԱՏՄ-ի դեպքում ինքը քվոտավորված է, որոշակի քվոտաներ կան, ոչ ԵԱՏՄ անդամ երկրների հետ կարող են պայմանագրերը խզվեն կամ էականորեն նվազեցվեն գազի ու դիզվառելիքի արտահանումը։ Հայաստանում բենզինի գների շոշափելի փոփոխություն չի լինի, քանի որ Հորմուզի նեղուցի փակվելուց հետո հայկական շուկան արդեն իսկ ադապտացել է իրավիճակին։ Վտանգն ըստ փորձագետների թաքնված է այլ տեղում։ Եթե դա տարածվի դիզելային վառելիքով, որտեղ հիմա գարնանային սեզոնը սկսվելու, գյուղատնտեսական եռուն աշխատանքների սեզոնը սկսվելու, այս իմաստով կարող են դժվարություններ, բայց դժվարությունները բնականաբար 10-ից 15%-անոց մարժայի սահմանները։ Բենզինի գները ձևավորում են մի փոքր այլ կերպ, ԵԱՏՄ-ն ուղղակի ազդեցություն չունի։ Ինքը ձևավորում է շուկայական հարաբերությունը, եթե ընդհանուր շուկայում բարձրանում է, Հայաստանում էլ է բարձրանալու, այսինքն նաև ԵԱՏՄ-ի համակարգումը բարձրանում է այդ գները։ Ռուսաստանից եկող ազդակները վկայում են, Մոսկվան չի հանդուրժելու Հայաստանի ընտրությունը դեպի Եվրոպա, թեպետ ըստ փորձագետների Եվրոպայում էլ մեզ առանձնապես չեն սպասում։ Դեռ ավելին, Ռուսաստանի հետ տարվող քաղաքականությունը մեզ չի մոտեցնում Եվրոպային, բայց հեռացնում է Ռուսաստանից։ Մարինե Դվոյան, Մերուժան Հայրապետյան, Երկիրն այսօր։